Գագիկ Ծառուկյանին անձամբ ճանաչում եմ, մի քանի անգամ հետը հանդիպել եմ նախարար լինելու ժամանակ։ Գնահատում եմ որպես առավել հայրենասեր մարդ, որը ճիշտ հասկանում է Հայաստանի տեղը աշխարհաքաղաքականության մեջ, որը ընտանիք սիրող է, ընկեր սիրող է։ Ես դա հասկացել եմ։ Խոսակցություն գնաց ադրբեջանցիների ներխուժման մասին Գեղարքունիքի ուղղությամբ։ Դա եղել էր նախորդ նախարարի ժամանակ, ինձնից առաջ։ Ես ասացի, որ ուզում եմ, որ դու ինձ օգնես, եթե պայմանավորվածություններով մենք չհասցնենք կամ բանակցություններով չհասնենք արդյունքի, ապա կխնդրեի օգնես որոշ հարցերով, ինքը ասեց հա։ Ասացի, որ որոշել ենք մինչև մարտի 1-ը 21 թվականի, ինձ հանեցին 20 թվականի, ուզում եմ հիշեցնեմ, տարվա վերջին, որ ադրբեջանցիներին այդտեղից հանենք։ Եթե չստացվի բանակցություններով, ուրեմն պետք է անենք դա ուժով։ Ասեց, ինչով կարամ օգնեմ։ Ասեցի, դու Ծաղկաձորում ունես, չգիտեմ, այդ ոնց է կոչվում, տրակտորի նման բան է, որ ձունը սենց խփում է, տրամբուվկա է անում, որ կարողանան մարդիկ, ասենք, դահուկների վրա, չգիտեմ, զվարճանան եւ այլն։ Ասի ինձ պետքա դրանից մեկ, ասեմ, որ դրա մի գինը 500,000 եվրոից է սկսում։ Պետք է նվեր տաս մի հատ պաշտպանության նախարարությանը, եթե կարաս։ Բացի դրանից սպեցնազից 40 հոգի խնդրում եմ պատրաստես բարձր լայնային պայմաններում, ձմեռային պայմաններում կարողանան այդ լիժաների վրա լավ տիրապետեն լիժաներով եւ ընթացքում կարողանան կրակել։ Դու ունես այնտեղ այդպես ինստրուկտորներ, կրակելը մենք կսովորացնենք, բայց այն մնացածը խնդրում եմ դու բան անես, բացի դրանից համազգեստ է պետք, որ -40 կարողանա պահի։ 2 օրվա ընթացքում լուծեց այդ տրակտորի հարց։ Ամեն ինչ պատրաստեցինք, սպասում էինք ձունը գա Ծաղկաձորում, պայմանավորվեցինք, որ արդեն պետք է այդ 40 հոգին գնային սպեցնազը։ Մենք պլանավորել էինք, որ այդ սպեցնազը պետք է նստեցնենք այդ տրակտորների վրա, մնացած ասենք հետևից տաուկներով գնային։ Որոշ գործողություններից հետո ներխուժեին այն դիրքերը, որտեղ մխրճվել էին ադրբեջանցիները եւ նրանց գերավարեինք, որ ապագայում կարողանանք փոխենք մեր զինվորների հետ։ Դրա դեմը կատեգորիկ առավ Նիկոլ Փաշինյանը ինձ պաշտոնից հանելուց։ Երեք նայում է այդ առաջ անգամ կյանքումս տեսա, որ սպեցնազի գործողությունները ցույց են տալի նվագի ֆոնի վրա, մուզիկա են միացրել, սպեցնազը գործողություն է անում։ Գիտեք, ես նայեցի այդ գործողությունը, որպես մասնագետ եմ ասում։ Տեսա մի խումբ սև շորերով, մասկեքով մարդ, որոնք ցվրված sense վազվզում էին, անկապ շատ, ես ընդ սպեցնազ չտեսա, թող ինձ ներեն։ Չտեսա, ցավում եմ։ Ես ուզում եմ, որ մեր սպեցնազը լավ լինի։ Ես ընդ սպեցնազ չտեսա։ Մի խումբ լավ տղեկ sense վազվզում էին, սրա նրա բռնում պարկասում են գետին։ Վերջում էլ եկան Ծառուկյանին բռն։ Ինչա Ծառուկյանին զանգել եք կամ Պավեսկա եք ուղարկել Ծառուկյանը չի ներկայացել։ Քանի անգամ եք կանչել քնչական ինքը սուսպուսել է եկել։ Սա ժողովուրդ ջան, մի ուրախացեք։ Սա մեզ են ցույց տալի, մեզ բոլորին հասարակ քաղաքացուն, որ եթե դուք չլսեք Նիկոլին, տեսեք ձեր հետ ինչ անելու։ Եթե ես կարամ Ծառուկյանին այսպես ցածրացնեմ, պարկասնեմ գետին, դες հաստատ կպարկասնեմ։ Հիշենք այն Գյումրու քաղաքապետի ձերբակալումը Վարդան Ղուկասյանի։ Հիշենք, նույն շոուն էր, այս մարդը վախկոտ մարդ է, հիշեք, մենք վախկոտին բերը դրել ենք պաշտոնի, ուզում ենք սաղ աշխարհը մեզ հարգի, սուտ ասան, վախկոտ ավանտյուրիստ։ Բայց մեր ժողովրդի մի մասը գնաց է իրան ընտրել։ Կապ չունենք ինչքան նկարե։ Գնացեմ մի բան ասեմ ընտրություններից, ոչինչ չփոխեցինք, ոչ մի բան։ Իշխանությունն էլ մնաց նույնը,
Համարյա օպոզիցիան էլ անույնը։ Ոչ մի բան չեք փոխել ժողովուրդ ձեր ընտրությունում։ Ու չի փոխվելու Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով։ Միայն փողոցու գործողություններ։ Չհամարեք անհամեստություն, բայց այս ամեն ինչին հետևելով ես նախընտրական, ընտրական process-ներին, հետընտրական, այդ որ որոշին մանդատները վերցնեն եւ այլ։ Ես հասկացա մի բան, որ երևի թե մենակ ես եմ, որ կարող եմ փոխել իրավիճակը Հայաստանում, բայց առանց ձեզ չեմ կարող։ Շատերին թվում է, որ ես հետախուզության պետ եմ եղել, ուրեմն հեսա մենակ մի հատ գաղտնի գործողություն կանեմ։ Ու Նիկոլ Փաշինյանը չի լինի, Ժորժ ջան, առանց ձեզ ոչինչ չեմ անի ու չեմ կարա անեմ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, ես դեմ եմ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ մի գաղտնի գործողություններ անցկացնելու։ Եթե դա լիներ Ադրբեջանի տարածք, Թուրքիայի տարածք, որոնց համար էի հակառակորդ, շատ հնարավոր էր, բայց ես չեմ կարող, գիտեք, մի անգամ մեր դիպուկարներին հանել էին այն գունդը, որ գրավել էին 16 թվականին օգոստոսին, եթե չեմ սխալվում։ Մեր զինվորական դիպուկարները հրաժարվեցին կրակել, որտեղ ասացին, որ մենք հայերի վրա չենք կրակում։ Ժորժ ջան, ես հայերի դեմ գաղտնի գործողություններ չեմ անում։ Պետք է անենք միասին, փողոցով ու միջևեր շտի գնանք։ Այդի տարբերակը որ պետք է անենք։ Ոնց որ ասում է, հենց ինքը Նիկոլ Փաշինյան պետք է հելնենք հեղափոխություն անենք։ Այդքան բան։ Շնորհակալություն։